Բարի կեսօր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Քաղաքական օրակարգի գլխավոր շարժը այսօր երկու ճակատում է, ինչ է կատարվել Մոսկվայում եւ ինչ է կատարվում Աշխաբադում։ Ադրբեջանում կայացել է մեր հայրենակիցների դեմ դատավարության եզրափակիչ փուլի առաջին մասը, ինչ են հայտարարել նիստի ընթացքում։ Եռագույնը կդառնա կապույտ, քաղաքապետարանն ուզում է փոխել Երևանի դրոշի եւ զինանշանի գույները։ Նախագահ Թրամփը չափազանց հիասթափված է թե Ռուսաստանից, թե Ուկրաինայից, ինչ մանրամասներ է հայտնել Սպիտակ տան մամուլի խոսնակը ուկրաինական բանակցություններից։ Քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում այսօր երկու հարթակ է։ Մոսկվան, որտեղ Երևանից ընթանում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, եւ Աշխաբադը, որտեղ համախմբվել են խաղաղության եւ վստահության ջատագովները։ Նախ սկսենք Աշխաբադից։ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ մի շարք այլ երկրների նախագահներ մասնակցում են Աշխաբադում ընթացող խաղաղության եւ վստահության տարի միջազգային ֆորումին։ Միջոցառումից առաջ առաջնորդները ծաղկեպսակներ են դրել չեզոքության հուշարձանի մոտ։ Ֆորումին մասնակցում է մոտ 30 երկրի առաջնորդ։ Իսկ Մոսկվայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստներ, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Նիստին Փաշինյանը ողջունել է Ադրբեջանի նախագահի որոշումը Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկվող ապրանքների տարանցումն ապաշրջափակելու վերաբերյալ։ Սա մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման շրջանակում ձեռք բերված կարևոր նվաճումներից մեկն է։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար։ Տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական գործակցության խորացման նոր հնարավորություններ եւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է կարևոր գործոն դառնալ տարածաշրջանային կապերի ընդլայնման եւ տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական կայունության ամրապնդման գործում։ Նիստի ընթացքում Փաշինյանը կարևոր է համարել նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը։ Նա կրկին վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ գործակցությունը միության հետ։ Ազատ տնտեսական գործակցության պայմանագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև բարձրացնում մրցունակությունը, մեր երկրների համար բացելով նոր հնարավորություններ տնտեսության աճի համար։ Այս համատեքստում ուզում եմ նշել, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են նոր հնարավորություններ տնտեսական գործակցության համար։ Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է դառնալ կարևոր գործոն ընդլայնելու հնարավորությունները եւ ամրապնդելու տարածաշրջանի մյուս երկրների տնտեսական կապերը։ Այդ առումով ուզում եմ ողջունել Ադրբեջանի նախագահի որոշումը ճանապարհների ապաշրջափակման հարցում, որի արդյունքում իր տարածքով տրանզիտ բեռները հասել են Հայաստան։ Պետք է հետևողականորեն հասնել ընդհանուր շուկաների լիարժեք կայացման, որոնք ապահովում են արդյունավետ փոխգործակցություն, թափանցիկություն եւ հավասարակշռություն բոլոր կողմերի հետաքրքրությունների համար։ Մինչ Փաշինյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու փոխշահավետ գործակցությունը միության հետ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նույն նիստին նշել է, որ Հայաստանը ինչ-որ պահի ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության միջև։ Երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է, մենք բազմիցս ենք ասել այս մասին։ Կարծում ենք, որ անդամակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին անհամատեղելի է։ Ինչ-որ պահի Հայաստանի ժողովուրդը ստիպված կլինի համապատասխան ընտրություն կատարել։ Ընդհանուր առմամբ Հայաստանն ու Ռուսաստանը լավ կապեր են պահպանում, սակայն առևտրաշրջանառությունն այս տարի զգալիորեն նվազել է։ Անցյալ տարի մեր երկրների միջև առևտուրը կազմել է 12.4 միլիարդ դոլար։ Այս տարի այն հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար։ Սա շատ զգալի անկում է։ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ Փաշինյանին դիմավորել են բողոքի ակցիայով։ Ցուցարարների պահանջն էր ազատ արձակել գործարար Սամվել Կարապետյանին եւ հայ առաքելական եկեղեցուց 4 սրբազաններին։ Ակցիայի ժամանակ Տեր Քերովբեկ քահանա Բարսեղյանն ասել է, որ այս ակցիայով ուզում են աշխարհի ուշադրությունը հրավիրել այն անօրինականություններին, հակասահմանադրական քայլերին, որոնք կատարվում են Հայաստանում։ Այսօր իշխանությունները անթաքույց փորձում են միջամտել ու խառնվել եկեղեցական ներքին գործերին։ Վախի մթնոլորտ ստեղծելով փորձում են ծնկի բերել հայ հոգևորականին եւ հիմնահատակ ավերել հայ եկեղեցին։
բայց չպիտի ստացվի, որովհետև հայ եկեղեցին դարեր շարունակ անցնելով փորձությունների միջով կարողացել է պահել իր միասնությունը, միաբանությունը եւ եղել է երաշխավորը հայի գոյության։ Այսօր 4 սրբազան մեր հայրերը ձերբակալված են մտածածին մեղադրանքներով, անարդար կերպով իրենց բանտարկել են, որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի։ Ի դեպ, Փաշինյանը Մոսկվայում հասցրել է հեծանիվ վարել, նույնիսկ հայտարարել է, թե այս կիրակի որ եկեղեցի է գնալու։ Այս անգամ նա մասնակցելու է Արմավիրի մեծամոր խոշորացված համայնքի այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում անցկացվող պատարագին։ Մինչ Մոսկվա մեկնելը Փաշինյանը Գերմանիայում էր, որտեղ էլ նա անդրադարձել էր Արցախի հարցին եւ ասել, որ Ադրբեջանին առաջարկում է միասին մշակել ճանապարհային քարտեզ, զուգահեռաբար փակելով երկու թեմաները՝ արցախցիների վերադարձը եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի օրակարգը։ Մասնագետները սակայն ընդգծում են, որ անհնար է հավասարության նշան դնել այս երկու թեմաների միջև։ Ղարաբաղի հարցն է լուծված, բոլոր հարցերն էլ լուծված է։ Փաշինյանը Համբուրգից առաջարկ է արել Ալիևին համատեղ փակել Արցախ վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցերը։ Բայց արցախցիների վերադարձի հարցը որևէ առնչություն չունի Ադրբեջանի հորինած, կեղծ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի հետ, ընդգծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Սա շատ հստակ քաղաքականություն է եւ նպատակը ակնհայտ է, քանի որ միջազգային ատյաններում հարցը շոշափվում է, տարբեր բանաձևներ են ընդունել, որ արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք, Արցախ, այդ պահանջը չեզոքացնելու համար Ադրբեջանում հնարել են արևմտյան Ադրբեջանի հասկացողությունը։ Արցախի ազգային ժողովի նախագահը եւս ընդգծում է, Արցախ հավաքական վերադարձի հարցը տարբերվում է Ադրբեջանի, Հայաստան այսպես կոչված վերադարձի հարցից։ Փախստականների վերադարձի մասին երբ որ խոսվում էր Հայաստանի ապրող ադրբեջանցիների եւ Ադրբեջանում ապրող հայերի մասին, իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդհանրապես կապ չունի եւ այսօր մեկը մյուսի հետ կապվել անիմաստ է եւ սխալ քաղաքականություն է։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն անգամ նրանց միջև հավասարություն դնելն է ոչ տեղին համարում։ Ադրբեջանցիները բռնի տեղահանել են նաև Բաքվում, Սումգայիթում գտնվող հայերին, մինչդեռ Հայաստանում ապրող ադրբեջանցիները ինքնակամ հեռացել են։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը։ Արցախի ժողովուրդը պետք է որոշի վերադառնում է, թե չի վերադառնում։ Այդ իրավունքի տերը։ Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի։ Ես ուզում եմ վերադառնալ իմ տուն, ինչպես շատ արցախցիներ, ասում է Արտակ Բեգլարյանը, եւ Փաշինյանը իրավունք չունի փակված համարել վերադարձի իրավունքի իրացման հարցը, ընդգծում է նախկին պետնախարարը։ Միջազգային պարտավորություններ ստանձնելիս, օրինակ փախստականների մասին կոնվենցիան, երբ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ու սահմանադրությամբ է պարտավորություններ է ստանձնել իրավունքների հետ կապված։ Այդ կոնվենցիայում հստակ գրած է, որ փախստականները վերադառնալու իրավունք ունեն եւ հյուրընկալ պետությունը պարտավոր է առավելագույնը կատարել նրանց վերադարձի համար։ Մենք չենք ասում պատերազմեք, մենք ասում ենք քաղաքական օրակարգ բեր այդ հարցը եւ միջազգային դատարանի հրամանը կատարելու համար դիմիր միջազգային համապատասխան կառույցներին ու պետություններին եւ ասա, որ այս հրամանը Ադրբեջանը անբարեխիղճ կերպով չի կատարում։ Ուզում եմ հասկանալ, սա արդյոք պատերազմ է, թե չէ։ Փախստականների վերադարձի հարցը միջազգային կոնվենցիաներով է ամրագրված, որոնց մեծ մասին միացել է Հայաստանը։ Օրինակ 1951 թվականին փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1993 թվականին, ստանալով նորմատիվ հիմք փախստականների կարգավիճակը ճանաչելու, նրանց իրավունքները պաշտպանելու եւ պետության պարտավորությունները սահմանելու համար։ Ի թիվս այլ օրենքների կոնվենցիաների վավերացմանը Հայաստանը նաև ունի ազգային օրենսդրություն փախստականների եւ ապաստանի մասին օրենքը։
որը կիրառում է այս միջազգային կոնվենցիաները, ապահովելով փախստականների իրավունքների իրականացման գործընթացները։ Զրուցակիցներս ընդգծում են, միջազգային իրավունքը թույլ է տալիս Արցախ հավաքական վերադարձը, որին դեմ են Փաշինյանն ու Ալիևը։ Անիա Բաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Իսկ մինչ Փաշինյանը Գերմանիայում փորձում էր փակել արցախցիների վերադարձի հարցը, Երևանում Արցախի ներկայացուցչությունում, որտեղ պարբերաբար հավաքվում են Արցախի նախկին եւ ներկա իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, խուզարկություն էր ընթանում։ Ժամեր շարունակ իրավապահները հատուկ տեխնիկայի միջոցով չհրկիզվող պահարան են բացել։ Քննիչները ստուգել են համակարգիչները, ուսումնասիրել մի շարք փաստաթղթեր։ Սա փրկարարության մեր աշխատողների միջոցով բացել են եւ հայտնաբերել են ուշադրություն դատարկ թղթապանակներ։ Բացի դատարկ թղթապանակներից հայտնաբերել են 1 թուղթ Ազատ Արցախ թերթը։ Սա է թուղթը։ Այս է տեղադրված։ Քննչական կոմիտեն այսօր խուզարկություն է կատարել փրկարարների աշխատանքը, փրկարարների ներգրավել այս աշխատանքին, որպեսզի ջարդի է սեյֆը եւ տեղից դուրս բերի Ազատ Արցախ թերթը։ Եվ այս դատարկ թղթապանակները։ Հետո թողեցին այսպես, այս գույքի փչացման համար ով է պատասխանատու, դեռ կպարզենք, այս Ազատ Արցախ թերթը չարգրավեցին, շնորհակալություն չարգրավելու համար, թողեցին եւ գնացին։ Այս ամեն ինչը միթե ես պիտի որակեմ որպես քաղաքական գործողություն, որը այսօր իրականացվել է, կամ արշավի շարունակություն, որ իրականացվել եւ շարունակում է իրականացնել Արցախի ներկայացության նկատմամբ։ Եվ կարծում եմ բոլորդ էլ հասկանում եք, որ ամենևին պատահական չէ, որ Արցախյան հանրապետության սահմանադրության օրվան նվիրված եւ արցախցիների հուզող ու վերադարձի հարցի հետ կապված կազմակերպված խորհրդանական լսումների անմիջապես հաջորդ օրը ներկայացությունում ժամը 12:00-ին սկսում եւ 16:10 ավարտվում է խուզարկություն քննչական գործողությունը։ Երեք Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է։ Պատճառը Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի դատական նիստին չներկայանալն էր։ Մեր շահագրգռվածությունն է, որպեսզի այս նիստերը արագ ընթանան, ապացուցողական եւ այլն, այս բոլոր քայլերը հստակ կերպով շատ արագ առաջանան։ Մեր նպատակը չի գոնե այսպես կոչված մեղադրյալների, իմասելով արդարների, որպեսզի որևէ ձևով հետաձգվեն նիստերը։ Եվ շատ վատ եմ զգում ինձ, երբ որ այս նիստերը հետաձգվում են կամ ընդմիջվում են այս կամ այն պատճառներով նշանակություն չունի։ Եվ ուզում եմ առիթից օգտվելով պատվարժան դատարան նախ ներողություն խնդրել մեր ժողովրդից, ովքեր գալիս են ժամեր են տրամադրում, եւ միևնույն ժամանակ նաեւ շնորհակալություն հայտնել, ներողություն թե այսօրվա, թե որևէ անհարմարության համար։ Միևնույն ժամանակ Միքայել Սրբազանի պաշտպանները կրկին դիմել են քրեակատարողական հիմնարկ նրան Իզմիլյան բժշկական կենտրոն տեղափոխելու եւ վիրահատելու խնդրանքով։ Զուգահեռ Բաքվում կայացել է մեր հայրենակիցների դատավարության եզրափակիչ փուլի առաջին մասը։ Ադրբեջանական լրատվամիջոցները չեն հրապարակել հայ գերիների ելույթները, միայն ներկայացրել են փաստաբանների ասածը։ Նրանք իբր խնդրել են արդարացնել մեր հայրենակիցներին։ Նշվում է, որ վերջին խոսքով հանդես են եկել գերիներից մի քանիսը։ Նիստը կշարունակվի դեկտեմբերի 19-ին։ Միջազգային լրահոսից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Ուկրաինան կանգնած է այնտեղ, որտեղ կանգնած է։ Զելենսկին նաև նշել է, որ տարածքային հարցերը լուծելու համար Ուկրաինան նախատեսում է հանրաքվե անցկացնել։ Դիտարկում եմ նախագահական ընտրություն անցկացնելու հնարավորությունը, քանի որ չեմ ցանկանում, որ այս հարցը դառնա հաղթաթուղթ նրանց ձեռքում, ովքեր ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա։ Ուկրաինան եւ Միացյալ Նահանգները կստորագրեն տնտեսական եւ վերակառուցման, նաեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ համաձայնագրեր որպես խաղաղության համաձայնագրի մաս։ ԱՄՆ-ն չի ուզում մեզ տեսնել ՆԱՏՕ-ում, մեզ նախկինում ՆԱՏՕ չեն հրավիրել, մեզ որևէ կոնկրետ բան չեն ասել եւ այդ դիրքորոշումը չի փոխվել։ Սա Միացյալ Նահանգների հետևողական դիրքորոշումն է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա վարչակազմը շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար։ Հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը, նշելով, որ Վաշինգտոնը մշտական կապ է պահպանում ինչպես Կիևի, այնպես էլ Մոսկվայի հետ։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ նրա թիմը բառացիորեն հիմա բանակցում են կողմերի հետ, փորձելով գնահատել խաղաղության համաձայնագրի կնքման իրական շանսերը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին այդպես էլ չի ծանոթացել Վաշինգտոնի առաջարկած խաղաղության ծրագրին, ինչը հիասթափեցրել է նրան։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի տարածքների հարցը համեմատել է անշարժ գույքի գործարքի հետ։ Դա մի փոքր բարդ է, քանի որ դուք հողը կիսում եք որոշակի ձևով։ Դա ինչ որ չափով նման է անշարժ գույքի բարդ գործարքի, բայց հազարապատիկ ավելի, ասել է Թրամփը։ Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Շատերին թվում է, թե ժամանակը մեր օգտին է, այդպես չէ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ռուսաստանը պատերազմը վերադարձրել է Եվրոպա, եւ մենք պետք է պատրաստ լինենք այնպիսի մասշտաբային պատերազմի, որի միջով անցել են մեր պապերն ու նախապապերը, հայտարարել է Ռյուտեն։ Նա նշել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին օգնում է Չինաստանը։ Չինաստանը Ռուսաստանի փրկողակն է, ասել է նա։ Գերմանիային դժվար տարիներ են սպասվում, հայտարարել է երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Նրա խոսքով փոփոխություններ են սպասվում անվտանգության եւ պաշտպանության, ինչպես նաեւ տնտեսական քաղաքականության ոլորտներում։ Սա պայմանավորված է նրանով, որ Գերմանիան այժմ ապրում է այլ աշխարհում եւ այլ ժամանակներում։ Միացյալ Նահանգները քննարկում է G7-ին այլընտրանք ստեղծելու գաղափարը, գրում է Պոլիտիկոն։ Հիմնական հնգյակը 5 երկրների դաշինք է լինելու, որը ներառելու է Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Չինաստանը, Հնդկաստանը եւ Ճապոնիան։ Եվրոպան դաշինքում ներկայացված չի լինելու։ Սիրիան չի զիջի իր տարածքի փոշու մի մասնիկ անգամ, սա մեր երթումն է ժողովրդի առաջ, հայտարարել է Սիրիայի նախագահ Ահմադ Ալ-Շարաան։ Ես չեմ ուզում մի Սիրիա, որտեղ նախագահն է որոշում ամեն բան, եւ չեմ կարծում, որ ժողովուրդը դա կընդունի, ասել է նա։ Ցույցերի ֆոնին Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել, այդ մասին հայտարարել է վարչապետ Ռոսեն Ժելյասկովը։ Օրերս Բուլղարիայում ավելի քան 100,000 մարդ դուրս էր եկել վիճահարույց բյուջեի եւ կոռուպցիայի դեմ ցույցերի։ Ցուցարարներն ազգային ժողովի շենքի վրա լազերային ներկով գրել էին հրաժարական եւ մաֆիա դուրս այստեղից։ Հայտնի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի արձանը կբացվի Կալկաթայում։ Արձանը կբացի անձամբ ֆուտբոլիստը։ Նշվում է, որ արձանը հավաքել է 45 հոգուց բաղկացած թիմը 27 օրվա ընթացքում։ Այն ունի 21 մետր բարձրություն։ Եվ վերջում աֆրիկացի հանցագործի արկածներն Իտալիայում։ Իտալիայում հանցագործը ոստիկանությունից թաքնվելու համար մոմե արձան է ձևացել, սակայն նրան նկատել է քաղաքապետը։ Զառա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քաղաքապետարանը պատրաստվում է փոխել Երևանի դրոշի ու զինանշանի գույները եւ դարձնել կապույտ։ Հարցը ներառված է Երևանի ավականու դեկտեմբերի 23-ի նիստերի օրակարգում։ Թե ինչպես է հիմնավորում քաղաքապետարանը փոփոխությունը, լսենք։ Երևանի զինանշանի եւ դրոշի գույնի փոփոխությունը արտահայտում է քաղաքի ձգտումը դեպի ժամանակակից եւ մինիմալիստական ինքնություն, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով ազգային խորհրդանիշներին։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է, վերևից ներքև կազմված կարմիր, կապույտ եւ նարնջագույն հորիզոնական հավասար շերտերից։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի խաղաղ ու ստեղծարար կյանքի ձգտումը, խաղաղ երկնքի ներքո ապրելու կամքը։ Երևանի ներկայիս եւ ապագա զարգացումը նպատակ ունի ձևավորել ներդաշնակ ժամանակակից քաղաքային միջավայր Հայաստանի սրտում։ Եվ վերջում կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 5-րդ փուլում Նոան 2-1 հաշվով հաղթել է Լեհական Լեգիային, գործնականում ապահովելով փլեյ-օֆի ուղեգիր։ Բարեկամներ, մենք պատմություն ենք կերտում։ Նոան հայկական առաջին ակումբն է, որը հանդես կգա Եվրոպական մրցաշարի փլեյ-օֆ փուլում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին։ Բոլորիս աշխատանքային արդյունավետ օրվա շարունակություն։